Եթերում տեսլականն է, բարև ձեզ, այսօր սիրով հյուրընկալել եմ էքստրասենս Կարեն Ափոյանին, նա շատ հետաքրքիր և շատ զարմանահրաշ տեղեկույթով է եկել, մնացեք մեզ հետ։ Ագրեսիա, չարություն, նախանձ, այդ բոլոր բացասականը բլոկ են անում, ոնց որ սեղմում են։ Ինչպես տարբերակել, որ էներգիան ինչ նպատակով է գալիս մեզ, չար էներգիա, բացասական էներգիա, բարին էներգիա, Որովհետև մոլորակը ղեկավարվում է էներգիաներով, անտեսանելի էներգիաներով, այսպես ասած, կամ նաև կա տորսիոն դաշտերով։ ինչպես տվյալ մարդուն օգնել, որպեսզի բացասական էներգիաները հեռանան և այդ աստվածային լույսով դրական էներգիայով պատի նրա միտքը, հոգին, մարմինը։ Աստծո հակառակորդներ կան անտեսանելի պլանում, իրենք շատ ուժեղ մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատում են, իրենց բանակն ունեն, իրենց զորքն ունեն, իրենց ծրագիրն ունեն։ Չար էներգիան որտեղ է ծնվում։ Իրենք կան լույսի հակառակորդներ, ասենց ասեմ։ Բացասական էներգիայից ինչպես ազատվել։ Երկրորդը չնչառությունը։ Սկսում է էներգիաները ճիշտ աշխատել։ Այսօր Հայաստանը ինչպիսի էներգետիկ դաշտում է։ Ծանր դաշտի մեջ է, բայց գնալով բարձրանում է։ Աստվածային էներգիա է գալիս Հայաստան։ Վերև նայենք Աստծուն, ապավինենք, Հոգևոր թռիչքներ ունենալու ենք ազգովի։ մեր հույսն ու փրկիչը մեր արարիչն է, մեր Աստվածն է։ Չկա ուրիշ ֆիզիկական պլանում ոչ ոք մեզ չի գա փրկի։ Բարև ձեզ Կարեն։ Բարև Արեգ ջան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Նմանապես։ Խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին՝ առհասարակ էներգիա, բացասական էներգիա, ինչպես ազատվել այդ բացասական էներգիայից։ Մենք այսօր ինչպիսի էներգիաների մեջ ենք ապրում, ինչպես կարելի է ջնջել բացասական էներգիան, ինչպես ձերբազատվել դրանից եւ վերադառնալ հարմոնիկ ներդաշնակ կյանք։ Այսօր մարդկությունը ինչպիսի էներգետիկ ժամանակաշրջանում է ապրում։ Շատ հետաքրքիր հարց է, իրականում արդիական է, որը կարելի է ուսումնասիրել, որովհետև էներգիաները պետք է, տեսեք, գիտությունը քիչ-քիչ արդեն սկսել է լուրջ վերաբերվել մարդկային էներգետիկային, երկիր մոլորակի էներգիային, աստղերից եկող էներգիային, գիտականորեն նայելով, էլի, որովհետև մարդը ինքը իրենից ոնց որ էներգետիկ դաշտ է։ Ներկայացնում է էներգետիկ դաշտ։ Էներգետիկ դաշտ է ներկայացնում, ու այդ էներգիաները մենք ցավոք այնքան քիչ գիտելիք ունենք մեզ վերաբերվող էներգիայի մասին, որ դրա բացակայության պատճառով, գիտելիքի բացակայության պատճառով մենք հայտնվում ենք անդադ խնդիրների մեջ, առողջական, հոգեկան, նյարդային, ֆինանսական ընդհանուր, որովհետև մոլորակը ղեկավարվում է էներգիաներով, անտեսանելի էներգիաներով, այսպես ասած, կամ նաև կա տորսիոն դաշտերով եւ կա նաև մագնետիզմով, մագնիսական դաշտն էլ մենք նաև ունենք որոշակի մագնիսական դաշտ։ Հիմա մարդը ունի էներգետիկ կենտրոններ, այսպես ասած, որը համարվում են չակրաները, ու ամեն չակրա հիմնական 7 չակրա է, ամեն չակրան պատասխանատու է կոնկրետ ֆունկցիայի համար, կոնկրետ նպատակի համար։ Դրա համար ճիշտ է, այդ գիտությունը չակրաների մասին վաղուց տրված է մարդկությանը, բայց Եվրոպան չի ընդունել, այսինքն ներկայիս քաղաքակրթությունը նոր-նոր գալիս է այդ գիտակցության, բայց հազարամյակներ առաջ մարդը նաև տիրապետել է այդ էներգիաներին Եգիպտոսում, Հնդկաստանում, Տիբետում, Ատլանտիդայում, հնագույն քաղաքակրթությունները առաջնորդվել են դրանով, էլի։ Ինդոնեզիայում։ Ինդոնեզիայում շատ տարբեր տեղեր, որը նաև շատ երկրներ են եղել, որ հիմա ֆիզիկապես գոյություն չունեն, մենք չունենք ինֆորմացիա, որ իրենք ինչ հզոր տեխնոլոգիաներ են կիրառել այդ էներգիաներով։ Հին Հայաստանում էլ է կիրառվել այդ էներգիաները։ Որոշակի առումով տեխնոլոգիաները։ Որոշակի առումով կիրառվել է բնականաբար, էլի, բայց ինչ որտեղ մոռացված է շատ բաներ, էլի։ Հիմա անդրադառնանք նրան, որ ժամանակահատվածը իրականում, նայեք, շատերը բողոքում են, ասում են, վատ ժամանակահատված է, վատ դարաշրջան է ամեն ինչը, եթե ֆիզիկական իրականության մեջ նայենք, այո, պատերազմներն են, հրդեհներն են, ջրհեղեղներն են, այդ ամեն ինչը ունի իր խորքային տրամաբանական պատճառը։ Այսինքն հիմա մենք մտնում ենք մարդկության 6-րդ ռասա,
ռասան ինքը մեծ դարաշրջան է, որը կոչվում է փոփոխությունների, մեծ փոփոխությունների, տիեզերական մասշտաբով փոփոխությունների դարաշրջան։ Այդ դարաշրջանը ենթադրում է, այսպես ասած, կոպիտ եմ ասում, այն որ Pentium 5-ից պետք է անցում կատարենք 6 սիստեմի փոփոխություններ, թարմացումներ։ Քանի որ մեր գիտակցությունը, մեր կրթությունը, մեր ընկալումները, մեր նախնիներից եկած ինֆորմացիաները իրենք արդեն շատ առումներով հնացել են կամ չեն բացվել, ճիշտ չեն օգտագործվել։ Հիմա տիեզերքը անընդհատ նոր էներգիաներ է ուղարկում, որպեսզի մենք կարողանանք ավելի թե գիտակից լինել, թե ճանաչել մեր էությունը, որովհետև բոլոր ժամանակներում հին փիլիսոփաներից սկսած դրված է եղել կոնկրետ մեկ հարց. ճանաչիր ինքդ քեզ։ Թե ֆիզիկական առումով, թե մտային, թե հոգևոր, թե էներգետիկ։ Հիմա անընդհատ նոր եկող նոր հոսքերը, այսպես ասած էներգետիկ, ոնց որ մարդը ընդունում է իր չակրաներով, ենթագիտակցորեն ինքը տեղյակել չի, եթե ինքը չունի փորձ, չունի պրակտիկա, չունի գիտելիք, երբ որ ինքը չի կարողանում այդ էներգիաները ընդունել, սկսում է առաջանալ տարաբնույթ խնդիրներ։ Ընդཐུպ հոգեկանի վրա ազդող խնդիրներ, ընդཐուպ ֆինանսական, ընդཐուպ, բայց առաջինը առողջականի վրա է շատ անդրադառնում, էլի։ Դրա համար մենք մեր նախապաշարմունքները, մեր համոզմունքները սխալ, մեր կարծրացած գիտակցությունը կամ մեր տգիտությունը չի թողում մենք այդ էներգիաները ճիշտ ընդունենք, որտեղ մենք ունենք կարծրատիպեր։ Ինչպես տարբերակել, որ էներգիան ինչ նպատակով է գալիս մեզ, չար էներգիա, բացասական էներգիա, բարին էներգիա, դրական էներգիա, մենք ինչպես կարողանանք զանազանել եւ ընդունել, սա չար էներգիա է, հեռու մնանք սրանից։ Սա բարի էներգիա է, դրական էներգիա է, սա ընդունենք։ Տիեզերքից երբեք չար էներգիա չի գալի։ Հիշեք։ Այսինքն տիեզերքը անընդհատ կարելի ասել բարձրագույն բանականությունը, Աստված միշտ ուղարկում է, ոնց է արևահանտած ճառագայթ ուղարկում, լույս ուղարկում, չէ՞։ Եթե մարդը արևի էներգիան ճիշտ չի յուրացնում, կարող առաջանալ խնդիրներ, չէ՞։ Այսինքն անընդհատ մեր վրա հոսք է գալի դրական, աստվածային, լուսավոր էներգիայի, տիեզերքից բացասական չկա։ Մարդը համարվում է էներգիաների ընդունիչ եւ ձևափոխիչ։ Հիմա եթե այդ էներգիան, նույն աստվածային էներգիան մենք կարանք դարձնենք մեր մեջ սատանայական։ Հասկացաք, այսինքն էներգիան նեյտրալ է, ինքը կարելի ասել չեզոք է մեծ հաշվով, բայց ինքը դրական է, այսինքն եթե սրտի չակրային է վերաբերվում, այսինքն այդ էներգիան եկավ դեպի սրտի չակրա ու սկսեց ճիշտ աշխատել, այսինքն սրտի չակրան պատասխանատու է համընդանուր սիրո համար, այսինքն երբ որ կա էգոյի դրսևորում, չէ, ասում է էս իմն է, ես, սրտի չակրան փակվում է։ Ու մարդը կենտրոնում է իր նեղ փոքր եսերի վրա, ֆիզիկական աշխարհի ձեռքբերումների կամ չգիտեմ նյութապաշտության վրա ու կորցնում է այդ բարձրագույն էներգիայից եկող հոսքերը, հիմնական դրանք են փակում։ Իսկ բարձրագույն այդ հոսքերը, էներգիաները, որ գալիս են, մարդու մեջ մտնելով, մարդը ինչպես է կարողանում դրանք վերածել բացասականի, չէ՞ որ դրանք դրական էներգիայով են գալիս, որպեսզի մարդուն տանեն դեպի դրականը, դեպի լուսավորը։ Մարդը իր ներքին էներգիայով է դա վերածում չարի, բացասականի։ Իր գիտակցության սահմանով։ Այսինքն եթե այդ էներգիան բոլորիս, օրինակ տեսեք, մենք քնում ենք, չէ՞, քնած ժամանակ վերականգնվում է մեր կորցրած, խախտված էներգիաները, հիմնական քնի ժամանակ է ամենաշատ էներգիան վերականգնում, հանգիստը, չգիտեմ, առողջ սնունդը, մաքուր օդը, դրանք օգնող բաներ են, բայց հիմնական երբ որ ուղեղը пассив վիճակում է, այդ էներգիաները սկսում են ավելի վերականգնել, լիցքավորվել ու մարդը արթնանում է արդեն նոր էներգիայով։ Բայց երբ որ մարդը ունի սխալ մտքեր, սխալ համոզմունքներ, սխալ պատկերացումներ, ագրեսիա, չարություն, նախանձ, այդ բոլոր բացասականը բլոկ են անում, ոնց որ սեղմում են այդ էներգիաների հոսքին եւ ինքը չի ստանում այդ էներգիաները, բնականաբար ինքը իր նեղ ռեսուրսներով չի կարող արդեն համապատասխան այդ էներգիան յուրացնել կամ գիտակցել։
Հիմա մեր հետևորդները շատ ուշադրությամբ ձեզ լսում են, միևնույն ժամանակ նրանց մոտ վստահ եմ հարցեր են առաջանում, նրանք գտնվում են ծանր շրջանում, այսպես ասած բացասական էներգիաների մեջ, ուզում են ազատվել, ձերբազատվել, ուզում են ունենալ դրական կյանք, հաջողակ կյանք, լավ դրական լիցքերով լցված կենսակերպ։ Ինչպես տվյալ մարդուն օգնել, որպեսզի բացասական էներգիաները հեռանան եւ այդ աստվածային լույսով դրական էներգիայով պատի նրա միտքը, հոգին, մարմինը։ Շատ կարևոր հարց է։ Նայեք, մենք ամեն առավոտ արթնանում ենք, չէ, ինչ ենք անում։ Վազում ենք լվացվելու, նախաճաշի, այսինքն ինչը մարմնական է, հետևում ենք, չէ, հիգիենային, ոնց որ առողջությանը կամ սնվելուն, որ էներգիա ստանանք, չէ։ Բայց երևի 90%-ից ավելը չի մտածում հոգու հիգիենայի մասին, հոգու առողջության մասին, ոգեղենի մասին, այսինքն մենք ինչքանով ենք օրվա մեջ ժամանակ տրամադրում մեր արարչի հետ, մեր կապը պահելու եւ այդ կապը եթե մարդը ունենում է, ինքը կյանքում չի ընկնում բացասական ուժերի ազդեցության տակ, չի հիվանդանում, մեծ հաշվով ինչ-որ լուրջ խնդիրներ չի ունենում, ֆինանսական, անձնական որևէ լուրջ խնդիր չի ունենում։ Մենք մեր ծնողներին գնահատում ենք, պաշտում ենք, արժևորում ենք, չէ՞, որ գիտակցում ենք, որ դա մեր ֆիզիկական ծնողներն են, իրենց միջոցով ենք լույս աշխարհ եկել, բայց մենք չունենք այն գիտակցությունը խորքային, թե մեր հոգու ծնողնով է, մեր հոգինով է ծնե, չէ՞։ Այդ շատ կարևոր հարց է, որ շատերը չգիտեն, սենց Աստված իրենց համար ինչ որ երևակայական կամ վերևում նստած ինչ որ կերպար է, չէ՞, ինքը ամենտեղ կենթանի էներգիա է, որ մեր մեջ է։ Այսինքն եթե մենք մեր մեջ չենք զգում այդ Աստծո ներկայությունը, որ Աստծո մի մասնիկն ենք իր զավակն ենք ռեալ։ Ոնց է ծնողի գենետիկ զգում ենք, որ համոզվում ենք կամ չգիտեմ, գիտենք, համոզվելու բան էլ չկա, գիտենք, որ դա մեր ծնողներն են։ Իսկ մեր հոգու ծնողին, հոգու արարչին մենք չգիտենք։ Հա, գիտենք Աստված բարձրագույն էներգիա, չգիտեմ, ինչ անուններ ուզենք տանք, բայց այդ ուղիղ կապը մենք չունենք ցավոք շատերս։ Դրա համար հայտնվում ենք նման վիճակում, այսինքն մենք մեր արարչի հետ, մեր ծնողի հետ մեր կապը վաղուց կորած է։ Այդ կապը մենք ենք կորցրել, տգիտության հետևանք է դա, չենք ցանկանում վերագտնել, գաղափար չունենք, որ նման կապ գոյություն ունի։ Ինչպես է ստացվում, որ հոգևոր ծնողի կամոք մենք լույս աշխարհ ենք եկել եւ այս կյանքում ապրում ենք, բայց միևնույն ժամանակ կտրվել է այդ կապը։ Կտրվել է այդ կապը մեզանից է, մեր տգիտությունից է, թե այսօր ստեղծված գործոններն են։ Նայեք, ես մի բան եմ ուզում ասել։ Նայեք, մարդու հետ ինչ լինում է, օրինակ խնդիրներ, դժբախտություն, փորձություն, հիվանդություն կամ ինչ որ ոչ իրեն հաճելի երևույթ, ինքը միշտ պատճառ ուզում է տեսնի դրսում, չի ուզում նա իր ներսը։ Այդ բոլոր խնդիրների պատճառը, ինչքան է դրսի գործոններ լինեն, կան դրսի գործոններ, ազդող միջոցներ, որ հոգին չբացվի, հոգին ճանաչողություն չունենա, գիտեր, միշտ էլ այդ գործոնները կան, բայց խորքային պատճառը մեր մեջ է, եթե ես մինչև այս պահը չգիտեի, օրինակ, ես հիմա ազատ եմ, իրավունք ունեմ, հնարավորություն ունեմ, ցանկություն ունեմ իմանալու, ստանալու, օգտվելու դրանից։ Այսինքն մենք պետք է անցյալ քիչ տանենք, օրինակ դուք հարց տվեցիք, որ մարդկային էներգիան ոնց է կորում, չէ՞, ոնց որ այդ բացասականը բան, նայեք, ես ուսումնասիրել եմ ու հասկացել եմ, այսինքն մեր մտքերը հաճախ անցյալում են, մենք անցյալում ենք։ Անընդհատ անցյալի լավի, վատի խնդիրների համեմատելու, չգիտեմ, ինչ որ բաների մեջ ենք ու երբ որ ոնց ասեմ, երկար ժամանակ անընդհատ անցյալը բաց չենք թողում, մեր էներգիայի մինիմում 30%-ը կորում է անցյալի վրա։ Երկրորդ էներգիայի մեծ կորուստը դա ապագայի կառավարումն է, որ մարդը պլանավորում է ինչ-որ ժամկետ, ուզում է իր ապագան պարտադիր SS կետերով գնա, բայց մոռանում է, որ արարիչը իր համար, օրինակ նշանակել է կամ նախատեսել SS հանգամանքները, որ ինքը պետք է այդ փորձությունները անցնի, կամ այդ դժվարությունը կամ հիվանդությունը նոր արժանանա դրան։ Ոնց որ այդ ճանապարհը, որ պետք է անցնի։ Այսինքն նաև ապագայի սպասելիքների չարտարացումն է տանում մեծ էներգիա։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ անցյալն ու ապագայի կառավարումը պետք է բաց թողենք, որպեսզի մենք գտնվենք ներկայում, մենք ներկայի մեջ ներկա չենք։
Այսինքն պետք է կենտրոնանանք ներկայի վրա, որ կարողանանք ապագայի հարցերը ճիշտ լուծել։ Կամ անցյալից եկած սխալների դասը ճիշտ քաղել, որ ապագայում չհանդիպենք նույն սխալի։ Դե եկեք օգնենք այն մարդկանց, որոնք ըստ ձեզ իրենց ներկայի 30% ապրում են անցյալում եւ այսպես ասած մյուս 30%-ն էլ ծախսում են ապագայի պլանների մասով։ Ինչպես անցյալից ձերբազատվել, որպեսզի չունենալ հավելյալ էներգետիկ կորուստ եւ այդ ներդնել ներկայի մեջ եւ փորձել ճիշտ բաշխել։ Ինչպես։ Խնդրում եմ դուք ցույց տվեք մեխանիզմը։ Շատ բարի։ Նայեք, առաջինը գիտակցելով, որ մենք պետք է, այսպես ասած, հետևողական լինենք, օրինակ ինքը վարժությունն է, առօրյայում կիրառելի շատ։ Այսինքն մենք օրինակ ջուր ենք խմում, պետք է ինչ գործողություն որ անում ենք, պետք է կենտրոնանանք այդ գործողությունից հաճույք ստանալը, որտեղ մարդկանց մեջ կարելի է հաճույք ստանալը։ Իրենք ամեն ինչ անում են, բայց այդ հաճույքը կիսատ է գալի կամ չի գալի։ Օրինակ շատերը ամուսնանում են, որ երջան կանան, չէ, չեն երջանիկ չեն։ Աբսուրդ է։ Շատերը գնում են հանգստի, որ հանգստանան հոգնած հետ են գալի։ Շատերը ուտում են կամ չգիտեմ, հետևում են, որ առողջ լինեն, չեն առողջանում։ Հասկացաք, այսինքն մենք պետք է կենտրոնանանք, ինչ անում ենք, հաճույք ստանանք։ Երկրորդ կարևոր բանը չի կարելի առհասարակ ինչ իրավիճակ ուզում ելնի կամքին դեմ գնալ։ Չեմ ուզում այս ուտեմ, ոչ ոք չի կարա ինձ ստիպի, որ ես էս պետք է ուտեմ։ Այսինքն եթե ես իմ ներքին համոզմունքներին դեմ գնացի, ես էլի կորցնում եմ մեծ էներգիա եւ ոնց որ ասած բլոկվում է իմ էներգիան։ Այսինքն առօրյայի մեջ པարս կարելի է այդ ամեն ինչը շտկել։ Չասել վայ երկիրը սենց է, աշխարհը սենց է, էսը նենց է, մի հատ ոնց որ մենք մեր ներսը մի հատ հասկանանք, մենք ով ենք, ինչի համար ենք, ինչ կարանք փոխենք, եթե մենք փոխվում ենք ավտոմատ մեր շուրջը, մեր աշխարհը փոխվում է, մենք տեսնում ենք այդ աշխարհի լավ կողմերը։ Ոնց որ մեղուն անկախ իրավիճակից ինքը միշտ գնում է ծաղիկի վրա, չէ՞, ինքը նեկտարն է փնտրում։ Ինչքան է կեղտ լինի, ինքը գնում է միշտ ծաղիկի վրա։ Ճանչնել ավելի վատ տեղեր է գնում։ Ճանչնել ինչքան է ծաղիկ լինի, ինքը նենց է ստեղծված, որ գնա այնտեղ կեղտի վրա։ Հիմա պետք է մենք parzենք, մենք մեղու ենք թե ճանչ։ Հասկանա՞ք, այսինքն արդեն որտեղ մեր աշխարհում երբեք ոնց որ բացարձակ բարություն չի տիրի, բացարձակ արտարություն չի տիրի, ֆիզիկական աշխարհը դրա համար է ստեղծված։ Ինքը մեծ խաղ է, փորձադաշտ է, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, վեր բարձրանալ, իսկ այդ խոչընդոտները, դժվարությունները Աստվածը մեր համար ստեղծել, որ մենք հոգեպես ավելի հասունանանք, փորձ ունենանք։ Որպես մասնագետ խնդրում եմ առաջարկել եւ տալ այն գաղտնիքները, թե ինչպես անձը կարող է այդ կեղտից հեռու մնալ, բացասական էներգիան, եթե զգում է, որ իր մեջ կա, ինչպես հեռացնի դա, ինչպես իրեն արգելափակի նոր լիցքերի հանդեպ, որոնք իրեն տանելու են դեպի ցավ, կորուստ, տանջանք, տառապանք, այսինքն հոգին ցավացնելու են։ Մի խոսքով, բացասական էներգիայից ինչպես ազատվել։ Շատ հետաքրքիր հարց է։ Նայեք, տարբեր մեթոդներ կան, բայց ես կփորձեմ ամփոփել։ Եկեք մեկը ասենք, որ մեր հետևորդները, որոնք հիմա մեզ ուշադիր նայում են, ասեն, տեսնենք Ափոյանը ինչ է առաջարկում, մենք այդ մեթոդը օգտագործենք, ինչ որ ձևով հոգեկան թեթևություն զգանք։ Անպայման։ Նայեք, պետք է միշտ գիտակցենք, որ մեր հետ ցանկացած բան ինչ տեղի ունենում, եթե մենք որակավորում ենք, լավ եղավ, վատ եղավ, ինչ եղավ, դա Աստծո նախախնամությունն է։ Պետք է միշտ ստապ գիտակցենք, որ առաջինը Աստծո նախախնամությունն է։ Այսինքն, եթե օրինակ դու լսում ես, որ քո հերու բարեկամի ինչ որ մեկի ոտքը կոտրվել է, առաջին քո ռեակցիան ի՞նչն է։ Վատ էր թե լավ էր։ Դե փորձում ես կարեկցել, ցավ ապրել։ Չէ, երևույթը լավ է թե վատ է։ Իհարկե վատ է։ Ահա, իհարկե վատ է, չէ։ Հաջորդ օրը այդ մարդը պետք է գնար միտեղ մեքենայով։ Ով գնաց վթարից մահացավ, այդ նույն մեքենայի մեջ պիտի լիներ, բայց ոտքի կոտրվելու պատճառով ինքը չգնաց։ Հիմա դա լավ էր թե վատ էր։ Եթե այդ ենթատեքստի մեջ ենք նայում։ Բա այսինքն Աստված գոնե չարյաց փոքրագույնով հետ պայեց, որպեսի չլներ ամենը։ Այսինքն, եթե մեր հետ լինում է խնդիր, եթե մենք մեր ռեակցիան, եթե միանգամից բացասական է, վերջ մենք հայտնվում ենք բացասական դաշտում։ Այսինքն, այս կյանքում ամեն ինչ կանխորոշված է եւ ինչ է լինում է Աստծո կամոք է լինում եւ դա պետք է ընկալել որպես
բարիքայել մեծ փորձանքից ազատման նախադեպ։ Միանշանակ, օրինակ, պարզ օրինակ բերեմ, եթե մեր ցանկացած քաղաքացի վարորդ, օրինակ, ինչ որ մեկը սխալ է քշում, վարում մեքենան, ոնց որ բոլորը սիգնալ են տալի, ուզում են շտապեն տեղ գնան, այդ էլ է Աստծուց, որ ինքը Աստծու կամոք սխալ է անում, որ այն մեկը շուտ չգնա, որ այդ վթարը տեղի չունենա։ Հասկացաք, չէ՞։ Բազում նման օրինակներ կան։ Այսինքն, ինչ է ենթադրում ձեր խոսքից, որ ամեն ինչ կանխորոշված է եւ ամեն ինչ չէ, բայց շատ բաներ նախախնամությունը իօգուտ մեզ է աշխատում։ Այսինքն մենք հնարավորություն ունենք 50%-ով եւ ավել փոխելու մեր ճակատագիրը, լավացնելու, վատացնելու։ Մենք միշտ հնարավորություն ունենք ազատ կամքի շնորհիվ, բայց այն ինչը որ մենք մտածում ենք, որ էս է մեր լավը կամ էս ամեն ինչը տանում է մեր լավի համար, դրա հարցը այդ իրոք լավ է թե չէ հետագայում։ Ի վերջո, պարոն Ափոյան, ինչպես ձերբազատվել բացասական էներգիայից։ Եկանք կարևորին, որ մեր հետևորդները փորձեն ու վատ լիցքերից ազատվեն։ Այդ բացասական էներգիայից առաջինը մարդը պետք է մեկուսանա, առանձնանա։ Օրինակ ինքը ներվայնացած է, դեպրեսիայի մեջ է, սթրես է, վատ մտքերը չեն թողում, ֆիզիկապես ճնշված է, էներգիան փակ է, չգիտեմ, առողջական խնդիր կա։ Ինքը պետք է մի հատ անկյուն ընտրի, հանգիստ պետք է նստի կամ պարկի, ցանկալի է միշտ նստելուց ողնաշարը պետք է ուղիղ լինի, որպեսզի էներգիան ճիշտ աշխատի։ Կամ պարկած լինի։ Եթե չի կարա նստի, պարկած։ Ցանկալի է լոտոս դիրքով, բայց այդ պարտադիր չի։ Ու հետևում է շնչառությանը, այսինքն իր կենտրոնացումը, որտեղ գալու են տարբեր մտքեր։ Տարբեր, թե դրական, թե բացասական, թե տանջող, թե անհանգստացնող, թե պատկերներ, չգիտեմ։ Իր կենտրոնացումը պետք է լինի իր շնչառության վրա։ Այսինքն շնչառությունը, եթե մարդը սկսում է հետևել իր շնչառությանը, բոլոր տեսակի խառը մտքերը սկսում են քիչ-քիչ հանգել։ Այսինքն 10 րոպե եթե մարդը հանգիստ ուղղակի շնչում, արտաշնչում է, բայց անդադ միտքը փախնում է, ինքը պետք է էլի կենտրոնանա իր շնչառության վրա։ Առաջին նախապայմանը տեղից է սկսվում, որ թեկուզ ռուլի վրա է կամ թեկուզ ինչ-որ գործ է անում, որ չի կարող այդ պայմանը ստեղծի, ինքը պետք է կենտրոնանա իր շնչառության վրա, ոնց որ այս աշխարհում ֆոկուսը կորում է։ Իր կենտրոնացումը լինում է իր շնչառությունը, ինքը ոնց է շնչում, ոնց է արտաշնչում։ Հիմա մյուս կարևոր բանը, եթե շնչելուց ինքը պատկերացնում է, որ ես շնչում եմ լուսավոր մաքուր էներգիան իմ մեջ եմ տանում, իմ բջիջներին, իմ ոնց որ կենտրոններին, իմ օրգան համակարգերին, արտաշնչելուց դուրս եմ տալի իմ մեջ կուտակված բոլոր տեսակ բացասական էմոցիաները, լիցքերը, չգիտեմ։ Սկսում է փոխվել։ Ընդամենը 5-7 րոպեում ինքը զգում է, որ անդադ իր վրից ինչ որ sense ալիքներ են դուրս գալի, ֆիզիկապես էլ է դա զգալի։ Հասկանա՞ք, այսինքն այդ արագ մեթոդ է, որպեսզի մարդը ցանկացած իրավիճակում կարող է մեկի հետ կռիվ արե, բանարին կա արագ շնչառությամբ, այնտեղ կա շնչառության տարբեր բարձ տեխնիկաներ, բայց պետք չի դրան անդրադառնալ։ Ձեր ասածը հիմնականում կենտրոնանալ շնչառության կենտրոնանալ շնչառության վրա, կենտրոնացումից հետո կենտրոնանալ դրականը ներստանել, դրականով մաքրել ֆիզիկական օրգանները, նյարդերը, մկանները, արյունը, հոգին, ինքը ռեալ մաքրվում է, ռեալ աշխատում է։ Ու արտաշնչելուց դուրս տալ բոլոր, տեսեք որ մարդը մի հատ ծանր բանից պրծնում է, հոգոց է հանում, չէ՞։ Հայ արտաշնչելով է դուրս հանում այդ ամեն ինչը, ոնց որ պրծա։ Եթե մենք արտաշնչում ենք, գիտակցաբար, դուրս ենք հանում իրականում։ Այդ շատ կարևոր արագ էֆեկտիվ միջոց է։ Մյուսը ես ասացի առօրյայում թույլ չտալ, որ գալու են տարբեր մտքեր, բայց չկենտրոնանալ այդ մտքերը զարգացնելու վրա։ Բոլորի մոտ ոչ ոք չի կարող ազատվի մտքերից, դա անհնար բան է, այդ մտքի հոսքերից։ Բայց եթե մարդը վարժություններ է անում տևական ժամանակ, որ ինքը չի ֆիքսում նեգատիվի վրա։ Եկեք հասկանանք նաև այդ մտքերը որտեղից են գալիս։ Ասում են յուրաքանչյուր միտք, որ գալիս է մեզ մոտ, ինչ որ նպատակ ունի։ Կան թափառող մտքեր։ Օրինակ,
սենց ասեմ, դա էլ է կարևոր հարց։ Երբ որ դու հանգիստ նստած ես ինչ-որ գործողություն ես անում, եթե գալիս է ոչ հաճելի միտք, ուրեմն դա դրական չի ու քեզ բարիք չի բերելու։ Հասկացա՞ք, չէ՞։ Օրինակ, եթե դուք նստում եք ստեղծագործելու, գալիս են մտքեր, չէ՞։ Դա արդեն դուք եք կանչում, դուք տրամադրվել եք, դուք դուռ եք բացել, ձեր համապատասխան որակի գալիս են այդ մտքերը։ Այդ կլինի, օրինակ, կա չէ՞ մուզա հասկացություն, ստեղծագործություն, այսինքն իրանք կենտրոնանում են կամ ինչ-որ բան են անում, նույնիսկ շատերը ալկոհոլ են խմում կամ բան, որ արտաքին աշխարհից կտրվեն, իրանք կենտրոնանան այդ դաշտի վրա։ Այդ պայթակ օգնում է։ Բայց եթե չարաշահում են, դառնում են հարբեցող։ Այսինքն այդ սպիրտը ունի այդ հատկությունը, որ ուղեղի այդ ակտիվ կենտրոնները թուլացնում է, էլի։ Այսինքն նրա համար այդ մտքերի պատոկները, օրինակ, լավ հարց է։ Նայեք, եթե մեծ քաղաք է կամ կոլեկտիվ է, որտեղ որ անդադ ծանր խոսակցություններ, ծանր բաներ, այդտեղի մտքի աուրան ծանր է, որտեղ մենք ինչ մտածում ենք, ոնց որ ինքը ամպի պես բարձրանա ու գտնի իր նման որակին։ Եթե 5 հոգով ստեղ միշտ բացասականից խոսեն, ստեղի աուրան այդ ամպերը բացասական ծանրանում է ու սկսում է օրինակ հոսանքը փչանալ, ջրերը ոնց որ տրակել, սկսում է, եթե շատ է ծանրանում, առաջի ցուցիչը այն է, որ հրդեհ է բռնկվում։ Պարոն Ափոյան, եկեք խոսենք նաև առավոտը սկսելու մասին։ Ասում եք, որ մարդու հիմնական էներգիան վերականգնվում է եւ անցնում է որոշակի ֆիլտրացում հենց գիշերը քնի ընթացքում։ Առավոտյան, երբ մարդը արթնանում է, այս շրջանը ինչպիսի շրջան է եւ ինչպես պետք է մարդը սկսի իր օրը արթնացումից հետո, ինչից պետք է հեռու մնա եւ ինչ գործեր պետք է անի։ Նայեք, խոսքա չէ, ասում է օրդ ոնց սկսեցիր, ամբողջ օրը դենց գնալու է, չէ։ Իրականում դա ճշմարտություն է։ Նայեք, մենք օրը պետք է սկսենք առաջինը շնորհակալություն լինելով, այսինքն մեր աչքերը բացեցինք, շնորհակալ ենք, անկեղծ ոչ թե ինչ-որ ձևական, անկեղծ դու քո հոգու մեջ պետք է զգաս, որ դու շնորհակալ ես, որ այդ լույսը տեսնում ես, որ դու ֆիզիկապես առողջ ես։ Ձեռքեր, ոտքեր ունես, որ կարաս արտանաս քո խնդիրները լուծես։ Իսկ մենք արտանանում ենք դժգոհ, իսկ քաղաքական վիճակները, երկրի վիճակը, չգիտեմ, մարդկային հոգեկան վիճակը, առողջական ու այդ ամբողջ պրեսինգը թողում ենք մեր մեջ մտնի։ Դրա համար պետք է հեռու մնալ այդ ամեն ինչից, որպեսզի չհիվանդանանք, որովհետև հասարակության, մեր երկրի հետ կապված կամ, չգիտեմ, թեկուզ ռեգիոնի հետ կապված ցանկացած խնդիր ոչ անմիջական, բայց ազդում է մեր հոգեկան ներաշխարհի, մեր առողջության, մեր հույզերի ամեն ինչի վրա։ Դրա համար օրը սկսել շնորհակալությունով։ Երկրորդ կարևոր բանը՝ պարտադիր օրը սկսել ջրով։ Այսինքն չարթնանալ միանգամից, սենց ուտելիքի վազել կամ սուրճին, ցանկալի է գոնե մի 2-300 գրամ գոլ ջուր, որտեղ ջուրը արթնացնում է օրգանիզմը, մաքրում է նաև ֆիզիկապես եւ նաև մտքերի առումով էլ է ինքը բանանում, ոնց որ հավաքում մտքերը։ Եթե ջրի մեջ լցվի մոտարապես մի հատ նորմալ պտղունց ծովի աղ ու խառնվի, արդեն մարդը ունենում է շատ էներգիա։ Ինքը ոնց որ օգնում է, որ օրգանիզմում միներալները ճիշտ բարձրանան, աղի մեջ պարունակվող միներալները ճիշտ բարձրանան, ուղեղին ճիշտ պաշտպանեն, որ ուղեղը չհոգնի շուտ, չծանրաբեռնվի, չթուլանա, այսպես ասած։ Մարդիկան ջրին խառնում են սոդա, այսպես ասած, կարելի է միթե։ Նայեք, սոդան պետք է պրոֆիլակտիկ օգտագործել։ Կարելի է, սոդայից լուրջ վնաս չկա, բայց սոդան պետք է ճիշտ օգտագործել։ Սոդան ցանկալի է խմել մենակ սոված վիճակում։ Կամ էլ երբ որ մարդը ինչ-որ բան է, ուտելիքներ է կերել ու լավ չի մարսվել, ծանրացել է, մենակ մեկ էլ այդ դեպքում է կարելի։ Իսկ սոդան պետք է հանգցնել, կես թեյի գտալը երման ջրի մեջ հանգցնել, վրան լցնել սորական ջուր ու խմել։ Այսինքն սոդան ցանկալի է խմել 20 օր, ոչ ավել։ Դատարկ տալ, հետո էլի շարունակել։ Եթե զգում է, որովհետև մարդը, օրինակ ասում են սոդան օգտակար է, չէ՞, կամ վնասակար է, արդեն մարդը երբ որ օգտագործում է, իր օրգանիզմը իրան հուշում է, ինքը մյուս առավոտ սոդա ուզում է, թե չէ։ Այսինքն օրգանիզմը մեզնից խելացի է, գիտի մենք ինչ է, ոնց որ գիտի իրան ինչ է պետք էլի։ Սոդան օգնում է
թթվային բալանսը կարգավորելու, նյութափոխանակությունը ոնց որ արագացնելու, պարազիտների համար է շատ լավ, սնկերի համար է շատ լավ, որ չզարգանան մեր աղեկային միկրոֆլորայում։ Իսկ ունի հանգստացնող հատկություն, բայց սոդայի չարաշահումը կարող է բերել լորձաթաղանթի քայքայման ու վատ հետևանքներ։ Աղեստամոքսային խնդիրներ։ Հիմնական Դրա համար սոդան պետք է ճիշտ օգտագործել։ Ինչպես նաև ավելի կարևոր է նաև բժշկի ցուցումով էլ։ Դե շատ բժիշկներ չեն ընդունում։ Բայց Սովետ միության ժամանակ, օրինակ ստամոքսի խոցը բուժում էին սոդայով։ Ճիշտ դոզայով, ճիշտ ժամի, ճիշտ հերթականությամբ։ Հասկացաք, այսինքն կան մարդիկ նաև մեր օրերում, որոնք լոգանք են ընդունում եւ որոշակի հատվածներ հենց լվանում են սոդայով կամ ծովի աղով։ Ավելի օգտակար է ծովի աղը։ Ինչ է անում ծովի աղը։ Ծովի աղը հետաքրքիր բան ունի իր մեջ։ Ինքը նաև ցանկացած աղ, այդ թվում նաև ծովի աղը, ինք ունի բացասականը իր մեջ կլանելու։ Այսինքն, եթե մենք աղով լվացվում ենք, օրինակ, ես շատ խորհուրդ եմ տալի վարսավիրներին, մատնահարդարներին կամ ովքեր որ անմիջապես ուրիշների կամ մերսողներին, մարդկանց հետ շփվում են, չէ՞։ Դե ամեն դեպքում ինչ կանենք իր գործ անի, այդ մարդուց էներգիա է գնում իրան։ Հատկապես մերսելու ժամանակ մերսվողը ասում է, որ նրա մարմինը ռելաքս վիճակում ավելի թեթևացավ, հանգստացավ։ Բա այդ երբեմն նաև կարա հիվանդություններ էլ փոխանցվի։ Հասկանու՞մ, այսինքն իսկ անմիջապես հետո սառը ջրով ու աղով, երբ սովորական աղով թեկուս, մի 2 րոպե տրորում է սոսող ջրի տակ, բոլոր տեսակ այդ ծանրությունը ինքը քաշում տանում է։ Իսկ աղի վաննան ծովի աղով ցանկալի է։ Ինքը նաև նյարդային համակարգի ճիշտ քնի, մաշկային որոշակի խնդիրների, էներգետիկ մաքրման, էներգետիկ պլանում աղը շատ լավ է աշխատում։ Էներգետիկ պլանում, որ բացասական էներգիան փախնում է, դա աղն է, կրակն է, ինչը կապված է կրակի հետ։ Մոմ է, կրակ է, չգիտեմ։ Խարույկ է, քացախն է, ինքը էներգետիկ պլանում լավ աշխատում է։ Կարելի է քացախով լվանալ, քացախով մարմինը շփում անել։ Մեկ էլ Լավրովի տերևները։ Դափնու տերևները։ Իրենք մարդկա, որ գրպանն է պահում, նույնիսկ սպորտմանի մեջի për հաջողության, ինքը ավելի շատ որտեղ որ կա դափնու տերև, իր շուրջը ստեղծում է մաքուր դաշտ։ Իր իմաստը դա է։ Այսինքն ոչ մի տեսակի ուզում է բակտերիալ լինի, ուզում է, չգիտեմ, ինչ-որ միկրոբ լինի, ուզում է բացասական լինի, դափնու տերևից փախնում է։ Կրակի իմ նշած բաներից։ Դափնու տերևը անգամ օգտագործվում է հայկական խոհանոցում։ Անպայման շատ սննդի մեջ, թթուներում, ինքը օրգանիզմի ճաշատեսակներում։ Շատ էֆեկտիվ բան է տալի, էլի։ Հատկապես խեցգետին պատրաստելիս են օգտագործում։ Որ նեյտրալիզացնի վնասակար բաները, էլի։ Հիմնական դրա համար, էլի։ Մենք այդ մանրուքներ են, որը մենք կիրառելով մեր առօրյայի մեջ ունենում ենք արդյունքներ, որտեղ ամեն ինչ մանրուքներից է կախված։ Մենք պետք է դա գիտակցենք։ Պարոն Ափոյան, խնդրում եմ պատասխանել, չար էներգիան որտեղ է ծնվում։ Նայեք, չար էներգիան մարդը իր մեջ է գեներացնում եւ տարածում։ Մենք գցում ենք մեղքը, չգիտեմ, սատանի վրա, չար էակների կան, իրենք կան լույսի հակառակորդներ, ասենց ասեմ, ասու հակառակորդներ կան, անտեսանելի պլանում, իրենք շատ ուժեղ մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատում են, իրենց բանակն ունեն, իրենց զորքն ունեն, իրենց ծրագիրն ունեն, հասկացաք, չէ՞։ Բայց երբ որ դու Աստծո հետ ես, քո էության հետ ես, քո արարչի հետ ես, իրենք կյանքում իրավունք չունեն քեզ մոտենալու, որովհետև մեծ հաշվով այդ չար կոչվածը Աստծո գործիքն է։ Մենք պետք է չմոռանանք։ Կա այնտեղ կարելի ասել դագաբր, որ ում մոտենա, ում չմոտենա։ Պայմանավորվածություն։ Անպայման է տիեզերական մասշտաբի, ով ուզում է ընդունի, չընդունի իր խնդիր։ Նույնիսկ Աստվածաշնչում Հոբի պատմությունը, եթե նայենք առակաց գրքի, չէ, որ Հոբին սատանեն ուզում է փորձության ենթարկի, չէ, ասում է
դե ոնց որ ասած ինքը ամեն ինչ ունի, դրա համար է քեզ երկրպագում, իրան որ զրկես ամեն ինչից, ինքը քեզ չի երկրպագի, այնտեղ կոնտրակտ էլ դնում, գործարք էլ դնում, բայց Աստված մի պայման է դնում, ասում է ինչ ուզում ես արա, իր կյանքը չվերցնես։ Ու անցնում է այդ փորձյունը։ Աղքատանում է, հիվանդանում է, հարազատները մահանում են, չգիտեմ, բորոտ են ընկնում, անասունները սատկում են, երաշտ են լինում, ու վերջում ինքը անդավաճան է մնում ու սատանեն այդտեղ զայրույթից էլ չգիտե ինչ անի, որ համոզվեց, որ այդ իրական հավատներ, ոչ թե իր ունեցվածքներ։ Դա այսօր շատերը ունեն, ասում են, հա, ես Աստծուն հավատում եմ, այսպես մի հատ փորձություն է լինում, խռովում են Աստծուց կամ բան են լինում։ Իսկ ասես բան կա, որ Հոբը հայ է եղել։ Հոբը հայ է եղել։ Հա։ Այս ինֆորմացիա կա, որ Հոբը հայ է եղել։ Կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է հասնեն հաջողության։ Այնինչ որոշ ուժեր, որոշ ձայներ, որոշ մտքեր նրանց պատում է եւ ասում է, որ ես հաջողակ չեմ։ Ես մեկ է ինչ էլ անեմ, հաջողության չեմ հասնելու։ Որտեղ ձեռքս գցեմ, այնտեղ կանաչ լինի, չորանալու է։ Ես արդեն գիտեմ, ես իմ խաչն ունեմ, այսպիսի մտքերը, մտածումները մարդուն որտեղից են գալիս եւ փոխում մարդու ամբողջ ծրագիրը։ Ինչպես է մարդը հակված դեպի դրականին եւ դեպի բացասականին, միթե կարելի է մի քանի անհաջողություններ, այսպես ասած, սարքել դրոշակ եւ իրենց ամբողջ կյանքը կոդավորել բացասականով։ Ինչպես ձերբազատվել դրանից։ Նայեք, շատ խորքային հարց է, որովհետեւ նայեք, անհաջողությունները կամ փորձությունները պետք է հստակ դիագնոզ անել, տարբերել այդ որտեղից է գալի, որովհետև կա որ գալիս է տվյալ մարդու անցյալ կյանքերից, իր հետ բերել է, կա որ գալիս է իր ցեղի ծրագրից, կա որ ցեղում դժբախտության գիծ կա, օրինակ փորձության, հիվանդության տեսակների կամ չամուսնանալու, անեծքի, որ իրականում կա ու այդ աշխատում է, ոչ ոք չի կարող, կամ չբերության, հասկացաք, այդ մարդու իրականում այս կյանքում բախվում է այդ խնդիրներին ու ինքը ինչ անում է, չի կարող ազատվի, որը հեշտ չի, որտեղ արդեն այդ ցեղի ծրագիրն է, որը դժվար է մաքրվում։ Այսինքն կան մեթոդներ, բայց ինքը դժվար է մաքրվում ցեղի ծրագիրը։ Պետք է հստակ հասկանալ, ախտորոշել, ցեղից է գալի այդ ծրագիրը, իր անցյալից է գալի, իր ներկա կյանքի արարքներից է գալի, թե իր ծնողներից է գալի։ Այդ ախտորոշումը ինչպես պետք է տրվի։ Ով է դրա մասնագետը, անձը ինքնուրույն կարող է։ Եթե ինքը առաջինը, եթե ինքը իր ներսն է դիտարկում, օրինակ, նայեք, սենց ասեմ, շատերը ոնց են ասում, ոնց է ձևակերպում, ասում ամբողջ կյանքս բոլորին բարություն արեցի, վերջում բոլորին ինձնից երես թեքեցին, չէ՞։ Այո, չգնահատեցին ինձ, ինձ չհասկացան, ես ում էլ ինչ էլ անեմ, այսպես ասած, սոված էին պահեցի, այսօր իրանք ամեն ինչ ունեն, իմ դուրը չեն բացում կամ բան, նայեք, ոչ ոք պարտավոր չէ ոչ մեկին չափիչատ տալու, որովհետև կա նույնիսկ զույգերի մեջ ամուսնություն, անձնական, պետք է լինի որոշակի կարմիր գիծ։ Երբ որ մենք չափիչատ ենք բացվում, մենք հարված ենք ստանում մեջքից միշտ, ով ուզում է լինի։ Ուզում ես ընդունի իրան հարազատ, քո մտերիմ, ուզում է արունակցական կապ լինի, այսինքն մենք պետք է չափից շատ բաց չլինենք։ Այդ չափը ինչպես գտնել, ինչպես որոշել։ Լավ հարց է։ Ինչպես Սևակն է ասում, ով է այդ չափը չափել ու կտրել։ Օրինակ ես ի սրտե քեզ լավություն եմ անում, ի սրտե կամենում եմ քո լավը, կապ չունի նյութական տեսքով, հոգեբանորեն։ Երբ որ փոխադարձը չի գալի, այդ նշան է, որ ինքը չի կարա գնահատի, վերջ։ Իսկ եթե գնահատում եմ, հասկանում եմ, շնորհակալ եմ, բայց չեմ կարողանում վերադարձնել։ Ինչ վերադարձնել։ Շնորհակալությունից մեծ վերադարձ չկա։ Խոսքով կարելի է։ Միանշանակ։ Օրինակ մարդուն ամենաճիշտ ու էֆեկտիվ օգնությունը դա ի սրտե իր բարին կամենալն է։ Իր հարազատների, այսինքն եթե մենք ի սրտե ինչ-որ, չգիտեմ, անծանոթի կամ մեկ ինչ-որ հիվանդ է, ոչ թե պետք է խղճաս, գումար տաս կամ բան այդ արդեն մարդը ինքը պիտի որոշի ինչ անի, բայց խղճալ չի կարելի, որտեղ խղճում ես ուրիշի խնդիրը վերցնում ես քո վրա։ Հասկանու՞մ, այդտեղ կա նրբություն, խղճալը ուրիշ է, կարեկցանքը ուրիշ է։
Այսինքն, երբ որ մենք կարեկցում ենք, կարեկցանքը մի քիչ աստվածային երևույթ է, էլի։ Ոնց որ Աստված էլ է մեզ կարեկցում։ Այսքան մեղքերի խնդիրների մեջ դեռ մենք կան կարեկցում է մեզ, սիրում է։ Սերը կարեկցանքի հետ է, բայց խիղճը արդեն խղճալը, խիղճը չէ, խղճահարությունը լավ երևույթ չի որպես։ Եկեք խոսենք նաև մեկ այլ երևույթի մասին, ինչպես տարբերակել եւ ինչպես է գնահատվում վերևներում բարի գործ անելը։ Հաճախ մուրացկանին օգնելով, պարզապես մի հասարակ օրինակ եմ բերում։ Հաճախ մուրացկանին օգնելով մարդու մոտ տարատեսակ մտքեր են առաջ գալիս։ Մեկը մուրացկանին օգնում է ի սրտե առանց հաշվենկատ հարցերի, մեկը օգնում է ու մտածում է, ասում է, ես օգնեցի, մի օր էլ Աստված ինձ կվերադարձնի, այսինքն ինչ որ ձևով պայմանագիր է կնքում տիեզերքի հետ, մեկը օգնում է զուտ ցուցադրելու համար։ Ամեն դեպքում այդ օգնելու գործընթացը երբ փորձում ենք կողքից դիտարկել, ստացվում է մի այնպիսի երևույթ, որ դու իրենից քեզ ավելի բարձր ես դասում, դու համեմատում ես քեզ հետ եւ փորձում ես օգնել, միևնույն ժամանակ օգնելու ժամանակ ի ցույց ես դնում, եթե ոչ ակնհայտ, բայց գոնե ներսից քո ել ավելի բարձր լինելը։ Նայեք, սենց ասեմ։ Ստեղ կա օգնել եւ օգտակար լինել։ Մենք պետք է տարբերենք։ Նայեք, մենք մեր վրա պետք է շատ պատասխանատվություն չվերցնենք, ես պարտադիր այս մեկին կամ այս ինչին պետք է օգնեմ այս ինչ հարցում։ Այդ շատ կարեւոր է, երբ որ մենք չափից շատ մտնում ենք Աստծո գործերի մեջ, օրինակ, եթե մեկը ունի որոշակի խնդիրներ, ֆինանսական, առողջական կամ բան, եթե մենք այնքանով պետք է օգնենք, որ ինքը հասկանա, որ իր խնդիրը իր մեջ է, որ ինքը կարողանա լուծի։ Եթե մենք իր տեղ այդ խնդիրը լուծում ենք, ինքը ժամանակավորապես ազատվում այդ խնդրից, հետո էլի հայտնում է այդ նույն խնդիրում ուրիշ ավելի վատ սիտուացիաների մեջ։ Սրանք նույնիսկ չի որ օգնելը միանշանակ դենց դրական հետևանքներ է բերում։ Օգտակար լինելը մի քիչ ուրիշ բան է։ Ու այստեղ ամենակարևորը մարդը պետք է մարդուն օգնի այն գիտակցությամբ, ինչի համար, որովհետև այստեղ շատ կարևոր է մտադրությունը, մոտիվացիան։ Եթե ես մեկին օգնում եմ, չէ, օգտակար եմ, փորձում եմ օգտակար լինել, իմ մտադրությունը հետևյալն է, ես իմ օրինակով եմ բերում, ինքն էլ է Աստծո զավակ։ Մենք հավասար ենք։ Եթե այդ գիտակցությամբ չեմ օգնում, ավելի լավ է չօգնեմ։ Եթե մեկ այլ պրիզմայով ենք փորձում երևույթը դիտարկել, եթե ինչ որ մեկը վատ իրավիճակում է, ըստ ձեր նախորդ ասացի, սա Աստծո կամոք է, չէ, որ վատ վիճակում է հասել։ Սովորական մարդուն, սովորական մահկանացուին որքանով է տրված այդ լիազորությունը, այդ իրավունքը, որ խառնվում է մեկ այլ մարդուն օգնելուն, այնինչ այդ տվյալ մարդը Աստծո կամոք է հայտնվել վատ իրավիճակում։ Ինչ է նշանակում չօգնենք այդ մարդուն որևէ ձևով։ Էլի շատ ոնց որ հակասական հարցեր են, բայց փորձեմ պատասխանել։ Հիմա դու անցնում ես, տեսնում ես մեկը գետում խեղդվում է, օգնելու ես թե չէ։ Հիմա ըստ ձեր ասացի, նա Աստծո կամոք է գետում խեղդվում։ Նայեք, sense մի, հա, Աստծո կամոք է ինքը խեղդվում, իր խեղդվելու երևույթը Աստծո կամոք է, իր ճակատագրի մեջ կա, որ ինքը հայտնվել է սիտուացիայում, խեղդվի թե չի խեղդվի։ Մենք կարանք օրինակ փորձենք օգնել։ Փորձել օգնել, հիմա մենք որ գնանք օգնենք, մենք էլ ենք Աստծո կամքով հայտնվում նրան օգնելու դերում։ Հա, հա։ Իսկ կարող է մենք չպետք է օգնեինք։ Չէ, եթե դու տեսնում ես, որ ինքը խեղդվում է, դու կարաս օգնես, չես օգնում, այդ արդեն սխալ է։ Մենք հայտնվում ենք տվյալ իրավիճակում, արդեն առանց որևէ մտածելու պետք է օգնենք։ Միանշանակ, որովհետև այդ նաև քո կարման է, որը դու հենց այդ ժամանակ չթողնենք խեղդվի, ասենք Աստծո կամքով է, թող խեղդվի։ Չէ, դա արդեն սխալ է, ոնց կարելի։ Այսինքն ձեր նախորդ ասացի հիմնավորումն էի փորձում բարձրացնել։ Չէ, դրա համար ասում եմ, ինչ դեպքում նայած։ Եթե օրինակ մեկը ունի ֆինանսական խնդիրներ, ու ինքը չի հասկանում խի անընդհատ այդ ֆինանսական խնդիրների առաջ չի ուզում ընդունի, չի ուզում իր վրա աշխատի, դու անընդհատ իրան ֆինանսով օգնում ես։ Քո համ ֆինանսն է հետագայում պակասելու էներգետիկան խախտվում է։ Համ ինքը չի կարողանալու դուրս գա այդ վիճակից, որովհետև պատճառը չի հասկացվել, պատճառը չի վերացվել, օգնելը հետևանք է։
օրինակ ֆինանսով եթե մեկին օգնում ես, դու հետևանքն ես փորձում լուծել, բայց պատճառը պետք է լուծել։ Եվ ամփոփում, պարոն Ափոյան, խնդրում եմ ասեք, մեր էներգետիկ դաշտը մենք ինչպես կարող ենք մի քանի վայրկյանում գոնե մի քանի ժամով վերականգնել։ Նայեք, օրինակ ասեցի աղով լոգանքը, աղով շփումները լվացվելը բավականին օգնում է։ 1. Երկրորդը շնչառությունը։ Սկսում է էներգիաները ճիշտ աշխատել։ Երրորդ կարևոր բանը, որ բնությունն է մեզ տալի։ Օրինակ, նույնիսկ հին ժամանակներում մարդիկ բոբիկ էին քայլում։ Քրիստոսն էլ, մեծ առաքյալներն էլ, չգիտեմ, շատերը, անկախ գյուղացիներն էլ, մեր տատեր պապերը, նաև բոբիկ էին քայլել։ Դրա մեջ կա խորհուրդ, նայ չէ որ իրանք չեն կարող մի բան հակնեն, էլի, բայց օրվա մեծ մասը բոբիկ են հասկացրել։ Այսինքն, երբ որ մենք բոբիկ ենք, հողի հետ հող, ավազ, ջուր, բնական ասֆալտ չէ, բետոն չէ, էլի, տեղի ունենում ոնց որ հողանցում։ Ու բոլոր տեսակի մեր կուտակված նեգատիվները, մտքերը արագ դուրս է գալ, այսինքն 20 րոպե նստել հողի վրա, պարկել կամ քայլել, հավասար է, չգիտեմ, մի օրվա հանգստի։ Այսինքն դրա համար հողանցումը նաև շատ արագ ազատվելու միջոց է, լիցքաթափվելու բացասականից ու դրական ստանալու, որովհետև երբ որ մենք օրինակ sense մի հատ բան կա, նայեք, մարդը հնում մեր ծնողները կամ sense խոսույթ կար, չէ, ամեն տղա պետք է մեծանա, տուն սկառուցի ծառ տնկի, երեխա ունենա, չէ, այսինքն նշանակում է ինքը իր հողը պետք է ունենա, չէ։ Նայեք, sense մի հատ բան կա։ Օրինակ, եթե վերցնում ենք ցանկացած սերմ, օրինակ բիբարի սերմ կամ գազարի սերմ, բազուկի սերմ կամ այս կուտը, սերամիջի կուտը, բալիկ օրիզը։ Եթե մենք կանգնում ենք հողի վրա, բոբիկ, այդ սերմը դնում ենք լեզվի տակ 10-15 րոպե։ Ինքը սկանավորում է այդ սերմը մեր օրգանիզմի պակաս նյութերը, խնդիրները, առողջական, հասկացաք, չէ՞, ոնց որ ինքը ինֆորմացիան քաշում է իր մեջ, այդ սերմը։ Այդ սերմը, եթե մենք ցանում ենք, մեջը այն համապատասխան որակը կա, որ մենք ուտում ենք, այդ մեր օրգանները առողջացնում է։ Հասկացաք, չէ՞, ինչ ունիկալ է մտածված, տիեզերքը, բնությունը, Աստված ամեն ինչ մեր համար արել է։ Ինչպես նաև ծննդաբերության ժամանակ պորտալարի այդ հեղուկը պահում են որոշակի հիվանդություններ բուժելու համար։ Դե էլ շատ բաներ կա, որ բացահայտված չհնում են կիրառել կամ բան, բայց ուզում եմ ասեմ, այդ հասարակ սերմով մարդը կարա, չեմ ասում շատ միանգամից ծանր հիվանդություններ, բայց որոշակի իր առողջական վիճակի թեթևացում կունենա հասարակ միրգը բանջարեղենը ուտելով, եթե այդ ինֆորմացիան կա դրա մեջ, էլի։ Շնորհակալություն, պարոն Ափոյան, որ եկաք եւ ձեր հետաքրքիր տեղեկությունները տվեցիք մեր հետևորդներին։ Ես վստահ եմ, որ շատերը լսեցին, շատերին հետաքրքրեց եւ նրանք հնարավորինս կփորձեն փոխել, վերափոխել, բարեկարգել իրենց կյանքը եւ կունենան լավ կյանք եւ կփորձեն հնարավորինս գտնվել դրական էներգիայի հոսանքների ներքո։ Եվ վերջում ուզում եմ հարցնել, այսօր Հայաստանը ինչպիսի էներգետիկ դաշտում է։ Նայեք, ասենց ասեմ, Հայաստանը այսօր, եթե համեմատում ենք, ծանր դաշտի մեջ է, բայց գնալով բարձրանում է։ Չեմ ասում քաղաքական վիճակ, այսինչ վիճակ զուտ գիտակցական առումով, դանդաղ, բայց բարձրանում է։ Ճիշտ է, լիքը խանգարող գործոններ կան, արհեստական բաներ կան, չգիտեմ, ռիսկներ կան, վտանգներ կան, բայց ընդհանուր իր դաշտով ինքը դանդաղ համաչափ գնում է դեպի բարձրացում, որը հարյուրամյակների բան է։ Մենք տասնամյակներով կարանք զգանք որոշակի փոփոխություններ, բայց իր ընթացքը դրական է ողջունելին դանդաղ, բայց գնում է դրականին զուտ իր էներգետիկայով, էլի։ Հուսադրող վիճակ է։ Հա, այս բան հուսադրող չի, հուսադրող բան չկա, բայց միտումը բարձրանում է դեպի դրականը, որովհետև օրինակ,
Չեզոք մարդ է գալիս Հայաստան, չէ՞։ Չունի քաղաքական կողմնորոշում, չէ՞։ Չունի խեղդված է ծանրացած էներգետիկան ստեղի մթնոլորտի, ինքը հիանում է երկրով։ Ինքը չի ուզում գնա։ Օտարազգել լացում է գնալուց։ Ռեալ փաստեր են, չէ՞, որ մենք ամեն օր, չգիտեմ, նույնիսկ Սփյուռքի մեր հարազատները, բարեկամները, որ գալիս են, տպավորված են, հիանում են, զմայրված են։ Եթե ինքը դիտարկում է զուտ տեղանքը, դիրքը, էներգետիկան, բնությունը, ճարտարապետությունը, եթե ինքը եկել է այդ տեսնելու, ինքը հիանում է։ Իսկ պատճառը ո՞րն է, որ գալիս են Հայաստան, հիանում են, տեսնում են, զմայլվում են, ամեն վարքյանը ապրում են, բայց չեն գալիս մշտական բնակություն հաստատելու Հայաստանում։ Գնում են Եվրոպա, Ամերիկա ու ասում են, որ օրենքները այնտեղ լավ է, բժշկությունը լավ է, իրավական մասով ամեն ինչ լավ է, իրենց ապահով են զգում, բայց ցանկանում են տեղափոխվել Հայաստան, որոշակի արձակուրդային շրջան ապրել։ Սա ինչ է։ Տրամաբանական պատճառներ կան, որովհետև նայեք, ասենց ասեմ, միանշանակ այդքան էլ դենս չի, որ դուք ասում եք, որովհետև օրինակ Ամերիկայում շատ եմ լսել, որ մարդիկ ամիսներով պետք է սպասեն, որ մի հատ բժիշկին առերես տեսնեն։ Կարող են դեռ տեխնոլոգիաները բարձր է կամ բանան, միանգամից դու չես կարող գնաս բժիշկի մոտ, քո հարցերը արագ լուծես, ոնց որ այստեղ է։ Մակարդակները մի քիչ տնենք մի կողմ։ Բայց մեկը էլի գոհ են եւ հիացած են ամերիկյան բժշկությամբ։ Նայեք, ես չեմ ասում դեղի բժշկությունը լավն է, վատն է, ամեն տեղ էլ իր լավ ու վատ կողմերն ունի, բայց այնտեղ Եվրոպա, Ամերիկա համեմատաբար կա օրենքի հարգելու միտումը, որը ստեղ քիչ-քիչ արդեն գնահատվում է կամ առաջ է մղվում։ Ստեղ էլ կա արդեն քիչ-քիչ մարդիկ հարգում են։ Հայ բժիշկները անփոխարինելի են ամեն դեպքում։ Ես էլ եմ համաձայն, որովհետև հայի մեջ կա մի բան, ինքը անznուրաց է նվիրվում։ Այո։ Մեր բժիշկները, օրինակ, այսպես ասած, վնասվածքաբանը կոտրվածքների դեպքում կարողանում է ցանկացած մարմնի հատված, վերջույթ, կարողանում է դրա հարցին ճիշտ լուծումը տալ, շատ ճիշտ բուժել, էական չի, ոտք է, ձեռք է, մատ է, կողոսկր է, իսկ այնտեղ ամեն մեկը չեն կարող։ Այո, օրինակ ձեռքի բժիշկ, անգամ մատների բժիշկ կա, որ միջնամատի կամ ցուցամատի բժիշկն է, նա չի կարող մյուս մատով զբաղվել։ Ասածս այն է, մեր հայ բժիշկների միտքը շատ տարածական է, բազմաֆունկցիոնալ է, ունիվերսալ է։ Շնորհակալ եմ։ Քիչ մնաց ընդաբերություն ընդունել։ Եվ խոնարհում ես մեր բժիշկներին, շատ փայլուն մասնագետներ ունենք, որոնք համաշխարհային մասշտաբով առաջատար են։ Նայեք, ձեր ասած հարցի հետ կապված այնինչ էլի գովաբանում են ամերիկյան եւ եվրոպական բժիշկները։ Նայեք, ամեն մեկը իր ձևով է մոտենում ու այնտեղ գիտեք ոնց է իրականում Հայաստանում աշխատանք գտնելը, ապրելը, ապահովելը դժվար է։ Ամեն օրը մի տեսակ փորձություն։ Դա ինչ անեն տուրիստիկ կարգավիճակով։ Չէ, նայեք, իրենք որ արդեն երկար տարիներ ապրելով այնտեղ սովորել են այդ պայմաններին, իրենց համար միանգամից կտրուկ փոփոխությունը ոնց որ հեշտ չի։ Բայց նրանց հետ ես խոսել եմ, շատ ընկերներ, բարեկամներ, հարազատներ ունեն, որոնք երազում են Հայաստանում ապրելու մասին։ Հա, ասում են, թող պայմանները լավ լինի, չգիտեմ, անվտանգ լինի, ապահով լինի, էս լինի։ Ու մտածում են, որ 1 տարի աշխատեն, 5 տարի աշխատեն, 10 տարի աշխատեն, բայց միևնույնն է, 1 օր վերադառնալու են հայրենիք։ Այո, ես տարբեր հաղորդումների ժամանակ նշել եմ, որ լինելու է մեծ ներհոսք։ Բայց այդ process-ը կա, էլի դանդաղ է գնում ու այդ բայց ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է, ինչքան այս քաղաքական խաղերը որ հանենք գցենք, կտեսնենք, որ այդ ընթացքը դանդաղ, բայց գնում է, էլի։ Ճիշտ է, մի նաև տարբեր ներհոսքեր են գալի տարբեր տեղերից, բայց հետո այդ սա զտվելու է մակրվի գնա, էլի։ Աստվածային էներգիա է գալիս Հայաստան։ Ամեն աշխարհի ամեն կետում գալիս է։ Այսինքն մենք իրականում պետք է կարողանանք այդ ճիշտ ընդունել։ Մենք պետք է չառանձնացնենք, որ վայ մենք հայ ենք, ուրեմն վերջ։ Այդ էլ է գոռոզամտություն։ Ճիշտ է, հայի վրա կա ավելի պարտականություն շատ առումներով, բայց մենք պետք է գիտակցենք այդ պատասխանատվությունը ճիշտ վերցնենք, որ մենք կարողանանք, չգիտեմ, հոգևոր առումով թռիչքներ ունենանք ազգովի։
Հոգևոր թռիչքներ ունենալու ենք ազգովի, Դա մեզանից է կախված։ բայց դուք տեսնում եք ամեն դեպքում։ Դե երբը մեզանից է կախված։ Լավատես եք ամեն դեպքում։ Ոչ թե լավատես եմ, իրատես եմ։ Իրատես եք։ Մեկ էլ մի շատ կարևոր բան էլ ասեմ, նայեք, բոլորին խորհուրդ եմ տալի, որ գիտեք ոնց է սենց ասեմ, չընկնել հոսքերի տակ, որտեղ բացասական էներգիան հոսք է։ Օրինակ լուրեր ասեմ, քաղաքական բաները մեզ շեղում են։ Այդ հոսքեր են։ Վերև նայենք Աստծուն, ապավինենք, մեր հույսն ու փրկիչը մեր արարիչն է, մեր Աստվածն է։ Չկա ուրիշ ֆիզիկական պլանում ոչ ոք մեզ չի գա փրկի։ Մենք պետք է գիտակցենք ու նայեք նրբություն կա հավատալ եւ վստահել։ Եթե հավատը չի դառնում վստահության 100% արարչին, այդ հավատը կիսատ է։ Թերի է։ Թերի ու հետո հասկանում ենք, որ մեր աղոթքները ինչու տեղ չեն հասնում։ Եթե մենք կարողանանք, օրինակ, ասենց ասեմ, 100 հոգով, 100 հայով, գիտակցաբար, ինչ-որ ժամի, օրինակ, X ժամի, հավատանք, որ մեր երկիրը դրախտ է դառնալու ամեն առումով, պաշտպանական առումով, առողջապահական, տնտեսական, ֆինանսական, երջանկության դառնալու է։ Հիմա խնդիրը ո՞րն է, որ չեն կարողանում 100 հոգով միասնական լինենք։ Հա, մենք ունենք այդ խնդիրը։ Մեր ազգը, մեր ներկայիս ամեն համակարգի մեջ բոլոր լավն են, բայց իրար չեն կարող համագործակցել։ Շատ կարևոր, միևնույն ժամանակ հետաքրքիր թեմա է, մեր հաջորդ հաղորդմանը կքննարկենք եւ դրա բանաձևերներ կառաջարկենք, որպեսզի ունենանք ել ավելի լավ արշալույսներ։ Շնորհակալ եմ, պարոն Ափոյան, որ եկաք, ձեր հետաքրքիր տեսակետները ներկայացրեցիք։ Շնորհակալություն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս Էքստրասենս Կարեն Ափոյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։